Գավառի ավագ դպրոցում աշակերտների և մանկավարժների հանդիպում խաղով եզրափակվում է շուրջ 20 օր դպրոցում մարզական աշխուժություն բերած վոլեյբոլի մրցաշարը։ Այն նվիրված է ֆիզկուլտուրայի ուսուցիչ Գրիշա Ափրոյանի ծննդյան 90-ամյակին։ Մի քանի օր առաջ դասարանների միջև մրցումը ավարտվեց 11 տնտեսագիտական խմբի հաղթանակով, որոնք իրավունք նվաճեցին խաղալու դպրոցի դասատուների հավաքականի հետ։ Խաղը սկսվելու առաջին իսկ րոպեներից ընթանում է լարված և հետաքրքիր պայքարի մթնոլորտում։ Մանկավարժական կազմը չի զիջում պատանիներին և թիմերից յուրաքանչյուրը ձգտում է նվաճել մրցաշարի հաղթողի տիտղոսը։ Առաջի խաղակեսը հաղթեցին դպրոցականները և մենք որպես սպորտի վետերաններ հետևություններ արեցինք և արեցինք ամեն ինչ, որ հաղթանակը լիներ մերը, բայց ասեմ, ստեղ պարտվող չկար, միայն հաղթողին։ Այս ձևի միջոցառումներ պետքա շատ լինեն, ամեն դպրոցում կազմակերպի, որ երեխաները իրոք հաճույք զգան, որ իրանք դպրոց գալիս են ոչ թե միայն գրելու, սովորելու եւ այլ, այլ նաեւ ֆիզիկական պատրաստվածությունը լինի բարձր մակարդակով։ Դպրոցում մարզական այսօրինակ միջոցառումների համար ստեղծված են բոլոր պայմանները։ Ափրոյան ընտանիքի օժանդակությամբ հիմնանորոգված մարզադահլիճը պատրաստ է ընդունելու ինչպես դպրոցական, այնպես էլ համայնքային մարզական միջոցառումներ։ Մեր խնդրանքը չմերժեցին, մեզ տրամադրեցին գումար, կազմվեց սմետա, այս սմետայի արդյունքում մեր հոյակապ դահլիճը վերանորոգվեց, տեսք ստացավ, նվիրեցին մեզ այս լավ գնդակները, որի համար մենք շատ շնորհակալ ենք։ Վոլեյբոլի դպրոցական հուշամրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցները պարգևատրվում են գավաթներով և պատվոգրերով։ Անահիտ Ղարյան, Սարգիս Ալավերդյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամա օր։